Ճնշումներ արդյոք չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լրիվ այլ բան էին ասում եւ ասում են վեհապարի կողքին ենք եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ Փաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ ինչ որ նամակ են գրում նամակ են գրում, ստորագրում են։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որը անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք դուք սկզբից ասում էիք, դուք գնացիք կեղծ պատարագ արեցիք, Տեր Արամը կարգալույծ է, հետո մենք գնացինք այլ եկեղեցում պատարագի, որտեղ արդեն ոչ կարգալույծ եղած մեկն էր պատարագ անցկացնում, ասացիք, հեսա իրան կարգալույծ կանեն եւ այս պատարագը վերջացնեմ։ Եվ այս պատարագը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ որ անօրինական բան, հետո թեմի առաջնորդը եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդը եկավ, արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, եւ այս ճնշումը ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա եւ այդ խնդիրը մեծ է։